Սա որ շենքն է։ 24 հարավարևմտյան B2 թաղամաս 24 շենք։ Փողոցով ո՞նց է կոչվում։ Հենց այդպես։ B2 թաղամաս Հարավարևմտյան B2 թաղամաս 24 շենք։ Այս կողքերը իրանք վերցրել են երևի բնակարանը։ Դուք այստեղ եք ապրում հիմա։ Այո։ Համերթեք ստեղ, խաղուստները ստեղ, որպես հարձիրով որտեղ չկա բնելու, ստեղ են գրում։ Այսինքն այս տարածքն է ընդհանուր։ Այո, սա խոհանոց։ Քանի քառակուսի է։ 43։ Ասեմ, սա էլ ես առանձին անկախ շենքից առանձին կանալիզացիա եմ քաշել, տուալետ բաղնիք ունի։ Որպես ապաստարներ, ապաստարան ժեկի պետին ասել եմ, որ այդ դեպքերում բանալին ձեր մոտ կմնա, ինչքան պետք է, ոնց պետք է, ես կծառայեմ շենքին։ Ես Նարինե Խաչատրյանն եմ, 75 թիվ, 50-ս արդեն լրացել է դեկտեմբերի 23-ին, 1999 թվականին բնակարան եմ ձեռք բերել, որը գտնվում է հենց այս նկուղի վերևը, բնակարան 424 շենքի, այստեղ նկուղ չի եղել, հեսա մենք միասին կմտնենք ընդհանուր նկուղը կտեսնեք ինչ է եղել, լրիվ հողով է լցված եղել, մինչև այստեղ, բերել եմ դուռը պատուհան եմ բացել տվել այն ժամանակ թաղապետարանի թույլատվությամբ, հողը հանել ենք, դա տևել է 4 տարի համարյա 5 տարի, ու մեր համատիրության նախագահն այդ ամեն ինչը տեսնելով, անգամ ես թուղթ ունեմ, որ նա գրել է, որ հենց 2000 թվականից մենք մայր ու աղջիկ, ես ապրել եմ մամայիս ու աղջիկաս հետ, որ մենք մայր ու աղջիկ այստեղ մաքրել ենք, մաքրություն ենք կատարել և բացել ենք կարի արտադրամաս։ Ես ունեմ անհատ ձեռներեցի թուղթ, որ օրինական 4 տարի ես իմ անհատ ձեռներեցով այստեղ 9 աշխատող եմ ունեցել, աշխատել ենք, կարի արտադրանք ենք տվել, տարել ենք տոնավաճառ, վաճառել ենք։ 2009 թվականից մամաս ռակով հիվանդանում է, քանի որ մամաս էր օգնել այս տան մի մասի գումարը տալու 4-րդ բնակարանի, և աղջիկաս ամուսնալուծվածս ամուսինը, այսինքն ես պարտավորվում եմ բնակարանս վաճառել, որ մամայիս հիվանդությունները հոգամ, այդ ծախսերը բժշկական, մամայիս փրկել չի լինում, մամաս մահանում է։ Ես 2011-ին արդեն սկսում եմ դիմել հասցեի համար։ Դուք տեղափոխվում եք ստեղ բնակվելու։ Հա, տեղափոխվում եմ ստեղ բնակվելու։ Բնակարան գնողս ինձ տալիս է դատարան, որ ինձ այստեղից վտարի։ Վտարման հայցով դիմում է դատարան և բազմաբնակարան շենքի բոլոր հարևանները գալիս են դատարան, տալիս են իրանց համաձայնությունը, այստեղ գրված է, որ եթե Նարինեին պետք է այստեղից վտարեք, մենք կիջնենք ամեն մեկս մեր մի քառակուսին կվերցնենք, կսարքենք կլադովկա, այսինքն շենքի որպես բնակիչ ամեն մարդ կիջնի իր իրավունքները պաշտպանելու կվերցնի իր մի քառակուսին։ Մարդիկ գրել են, որ մենք համաձայն ենք, որ Նարինե Խաչատրյանը սա սեփականացնի, քանի որ նա է, ես պատրաստի չեմ եկել սրան դիրացել, ինձ ճիշտ հասկացեք, ամեն ինչ թղթի վրա գրված է։ Ունեմ եռաֆազ, ունեմ սովորական լույսի, ունեմ պաժարնի ապահովագրություն, սա տան արքու վաճառքի պայմանագիրն է եղել, սա ես որ ասեցի adzե եմ ունեցել 5 տարի պատշաճ ամեն ինչը տեղին ես հարկատու եմ Արեն Ֆարխոյանն է եղել դատավորս, սա էլ նկարեք, որ Արամ Վաղոյի Պողոսյանի հայցը ընդդեմ Նարինեի և Անուշ Մաթևոսյանի իմ ողորմածիկ մայրն է, բան անել, չվտարել ինձ այս նկուղից։ Մերժվել է վտարում։ Այո, ու իրանք տալիս են վերաքննիչ, հետո տալիս են վճռաբեկ,
բոլոր տեղերը որոշվում է թողել առաջի ատյանի որոշմամբ, այսինքն Նարինեին չվտարել այս վիճելի տեղից։ Մի խոսքով հարևանները սատար են կանգնում ինձ։ Սա այսպես, հետո ես դիմում եմ թաղապետարան, քաղաքապետարան, որ գան գեոդեզիա անեն, որ ինձ հասցե տան, խնդրեմ թղթերը, հասցենել են տալիս, ամեն ինչ տեղը տեղին, վճարումները կատարում եմ ինքս, աշխատել եմ, ամեն ինչ արել եմ, հետո 12 թվին ինձ տալիս են վկայական, որը ես իմանում եմ իմ սեփականության վկայականն է, ամեն դեպքում ինձ այդպես են ներկայացրել, այնինչ մի քանի տարի հետո ինձ գումար է պետք լինում, դիմում եմ բանկ, Բանկը ասում է աղջիկ ջան, սա ձեր գույքը չի, սա պետական գույք է, ձեր գույքը հանձնվել է քաղաքապետարանին եւ քաղաքապետարանից սկսվում են զանգեր, որ գիտեք, ես դիմում եմ սեփականության նորից, ինձ ասում են պետք է գաք աճուրտով մեզանից գնեք։ Ես չեմ համաձայնվում այդ աճուրտի պահերին, որովհետև ես այդ զանգողին ասում եմ, խնդրում եմ, դուք ուզեք իմ թղթերը, որտեվ ես ամեն րոպե եւ Ավինյանին եմ գրել, եւ ազգային ժողով եմ գրել, որ ես համաձայն չեմ այդ 20 միլիոն աճուրտին, ես իմ սարքած պատվալը չեմ պատրաստում։ 20 միլիոնով ուզում եք վաճառեն այս։ Եվ 20 հետո իջացրեցին 11, ամեն թուղթը արխիվում կա։ Խնդրեմ գնացեք եւ պատճառները ուզում եմ պարզվի, ինչու է այդ գինը, եթե ես եմ սա սարքել։ Երկրորդ 51%-ի նորից էլի ստորագրություն ունեմ, որովհետեւ վերևի բնակիչս փոխվեց, վերևի տունը ծախողը ծախեց ուրիշի եւ ասեց ես թուղթ չունեմ, ինքը եկավ իմ կյանքը սարքեց դժոխք։ Սկսեց ինձ նորից տալ մալացիայի արդեն ստեղ էլի ոստիկանություն Այդ ժամանակ գնացի ոստիկանապետը ասեց գնա աղջիկ ջան 52%-ի ձայնը բեր բնակիչների, որովհետև ասեց բոլորը վարձով են, կեսը քաղաքում չեն, 52% է լինի, խնդիր չկա։ Ու գործը կարճում են վերևի տանտիրոջ հետ, որ ես էլի մնամ ստեղ։ Այս թղթերս հավաքում եմ, գնում եմ թաղապետի մոտ։ Այդ ժամանակվա թաղապետը Դավիթ Կարապետյանն էր։ Դավիթ Կարապետյանը սաղ թղթերս ուսումնասիրելուց հետո ինձ ասում է Տիկին Նարինե, այս ամբողջը կարող եք պատրել, մենակ պահեք այս հարևանների ստորագրությունը, որտեղ բազմահարկ շենքերը պատկանում են, նկողները պատկանում են շենքին։ Ես էլ լսում եմ ու այդ իմ ուղեղիս եմ որ տեղ անում, որ ես դատարան կդիմեմ ու երևի այս հիմքով գոնե կշահեմ։ Գնում եմ քաղաքապետարան, որպեսզի աճուրտը կասեցնեն, չեն լսում ինձ։ Գնում եմ ազգային ժողով, դիմում եմ Ալեն Սիմոնյանին, դիմումով, ունեմ դիմումը։ Ալեն Սիմոնյանը միջնորդում է, որ աճուրտը կասեցնեն։ Աճուրտը կասեցնելուց հետո խնդրեմ, Ալեն Սիմոնյանին եմ դիմել, մարդը կասեցրել է, քաղաքապետարանով կասեցրել է։ Գնում եմ նորից քաղաքապետարան։ Քաղաքապետարանը ինձ խորհուրդ է տալիս ամբողջ թղթերս նայելուց, սա չեմ ցույց տալի դեռ։ Այսպես ցույց եմ տալի, ասում աղջիկ ջան, ինչ ես եկել մեր մոտ, գնա կադաստր, հարցերդ լուծի։ Հետո ես հանում եմ այս վկայականը, մարդը զարմացած ինձ նայում է ու ասում է ոնց կարա այսքան փաստից հետո սա սենց թուղթ ունենա։ Ասում է խորհուրդ քեզ աղջիկ ջան, փող քաղաքապետնա լինում անուն ազգանունը լավ չեմ մտաբերում, մի հատ էլ կին երկու հոգով։ Փաստերդ վերցնում ես, գնում ես իրավաբան ես վարձում, իրավաբանը դիմում է դատարան, քանի որ շենքը նկուղը պատկանում է շենքին, հարևանների ստորագրությունով կարող ես մտնել դատարան եւ դատ կայացնեն որոշում, որ պետքա սա հատկացնել ինձ։ Քանի որ Լիլիա Համատիրությանը պարտք չունեմ եւ ամեն ամիս 2000 թվից 1250 դրամի չափով միշտ բան եմ վճարել, տարածքի փող։ Վճարել եմ բոլոր հոսանքի վարձերը ու քսերոքս եմ արել, որ հանգարց չջնջվի։ Ինչ տեղեկանք պետքա, ինչի համար պետքա, միշտ Լիլիա Համատիրությունն է ինձ տվել։ Դատը կայանում է անցած տարի, հեսա ասեմ, այդ որոշումն էլ ունեմ, անցած տարի կայանում է ոնց որ 3-րդ ամիս, գնում ենք վերաքննիչ դատարան, մի քանի անգամ դե հետաձգվում այս կողմ են կողմ, հարևաններին եմ կանչում, հարևաններս բոլորը աշխատող հարևանների եմ տանում, տարիքով մեծ կանայք, ովքեր որ այդ թվից տեղ ապրել են եւ ինչ ճանաչում են։
Դատավոր Մարինա Տաշյանը քննում է գործը, իմ հարևաններն էլ լսում, ես այնտեղ ներկա չեմ էլ լինում, որովհետև ես ճնշում ունեմ բարձրար կոմիտասբան, չեմ կարողանում գնամ։ Իմ իրավաբանին դավեր նստեմ տալիս, ինքը Ձեր անունից ներկայանում։ Այո, իմ անունից ներկայանում է, հարևաններին լսում է, ժամանակ առ մի տարի-տարուկես հետո որոշում է կայացվում, որ սա հատկացնել Նարինեին տարածքը։ Հիմա հունվարի 5-ից սպասում ենք, որ պետքա հետո մեր որոշման հետ համաձայն չի լինում քաղաքապետարանը, մեզ տալիս է վճռաբեկ։ Վճռաբեկի պատասխանը պետքա հունվարի 5-ին գար։ Ես խնդրում եմ ստեղ դատավորների հետ որոշում կայացնողների անուններն էլ դուք մոտիկից նկարեք, որ ես հիմա իրանց հարց ուղղեմ, որ ընկերներ ջան, մի րոպե հանեմ, որ լավ լինի։ Նյուժելի դուք չկարդացիք Մարինա Տաշյանի գրած ամեն ինչը այս մանրամասը, ինչ որ ես հիմա խոսում եմ, պատմում եմ իլուր աշխարհին։ Հիմա իմ վրթովմունքը ինչու՞մ է կայանում։ Նախ ստեղ իրանք սխալ բաներ են գրել են Լիլիա Համատիրությունն է ուզում ձեռք բերի, մերժել Լիլիա Համատիրությանը։ Ստեղ ոչ մեկ չի էլ ասում, որ Լիլիա Համատիրությունը ուզում է սեփականացնի։ Ուստեղ իրանք հակադացում են, մի հատ խնդրում եմ սա էլ լուսաբանեք։ Նախ դուք պարզեք ինչի է պետական գույք դարը, հետո իմ հետ կռիվ արեք, թե պետական գույքը ինչու ես ուզում սեփականացնել։ Ես հասուն մարդ եմ, ես իմ արդեն 50 տարի է, 25 տարի է, ես պայքարում եմ այս պատվալի համար։ Գիտեք ինչ, այն որ ով հիմա իմ սեփականացնելու նպատակը ինչու՞ն է, որ հիմա էլ այս մարդիկ նորից հարս են բերել, իրանց ընտանիքը մեծացել է։ Հիմա իրանք բնակարանը կվաճառեն ուրիշի։ Հիմա էլ այդ ուրիշը գա ինձ ասի, այս ծառնիմնա դուս եկեք։ Ես վերջնական լուծում եմ խնդրել, ակնկալելով, որ վերաքննիչը գոնե կթողնի առաջի ատյանի որոշմանը, այս կռիվը կպրծնի, որովհետև հենց քաղաքապետարանն է ինձ խորհուրդ տվել, աղջիկ ջան, գնա իրավաբան վարձի, մեր դատի տուր, մեր այդ տիրապետության տակից հանի, տար գրանցի քո վրա, որովհետև ես իրոք շենքում, դրսում, երեխեքից մինչև մեծ հարգող մարդ եմ, ու նենցա երեխեքն էլ գիտեն ինձի, Նարինեի անունս ասում են Նարոյի պատվալը, նենցա ես բոլորին սիրում եմ, բոլորի հետ հիմա էլ շփվում եմ, ուղղակի ես անլուծելի հարցա, ես չգիտեի ում դուրը ծեծեմ, իմ թաղապետը տեղակա էս ամեն ինչ, իմ ժեկի պետը տեղակա ամեն ինչից, ուզում եմ պարոն Ավինյանը իմանա, ուզում եմ դատու դատաստաններն իմանան, կոչ եմ անում ես վերաքննիչ գրողներին, ես վճռաբեկել եմ դիմելու, բայց ես քանի որ չեմ կարող անձամբ ձեր հետ տեսնել խոսել, ես վճռաբեկով էլ շատ կցանկանամ, որ այս որոշումը ոնց որ ստեղ իրանք գրել են բեկանել բանը թողել քաղաքապետարանի գույք, թող գոնե տենց թողեն վճիռը առաջի ատյանի որոշման, որտեղ մարդը մանրակրկիտ բոլոր հարևաններից հարցակննել է, ստեղ ապօրինություն չկա, կարող եք նորից ամեն ինչը տպել, տանեք, ես որպես Հայաստանի քաղաքացի ակնկալում եմ բոլորիդ աջակցությունը, խնդրում եմ իմ ձայնը լսելի դարձնել եւ այս հարցին լուծում տալ։ Քաղաքականության դիրք ունենալու պատճառներից մեկը նաեւ նա է, որ ես հենց հիմա ստեղի ջուրը փաստորեն ապօրինի եմ օգտագործում, որովհետև ես նախկինում ունեցել եմ 24-ի 4-ի բնակարանին երկրորդ կից որպես այդպես ջրաչափ, ջրամատակարարում, բայց վերևի տերերի հետ քանի որ կոնֆլիկտ էր գնում, որ պատվալը իրենց է պատկանում եւ այլը, իրանք գնում են ջրի վիոլա ջուր եւ ասում են, որ թողնեք մեր մոտ մենակ այդ մի բաժանորդը 24-ի 4-ի։ Ես այնտեղ հանդիսանում էի որպես երկրորդ բաժանորդ, ստեղ կա կոդերը։ Հիմա այսպես ասեմ, ես ջրավարձել չեմ մուծում, որտեղ ուր դիմել եմ Լիլիա Համատիրության տված թուղթը իրանք ինձ մերժել է վիոլա ջուրը, քաղաքապետարանն էլ ինձ չի տվել թուղթ, որ ես տանեմ վիոլա ջուրը առանձին բաժանորդ դառնամ, ասելով, որ դուք սեփականության վկայական չունեք։ Այսպես հարգելիները, սա էլ այսպես։ Խնդրեմ, մի հատ այս ջրի էս էլ է կարևոր, որ ես ունեմ այս փաստը, ինքը ճիշտ է հին է, բայց ես պահել եմ։ Ես հեռուն տեսնում էի։ Ուսուցան մեջ է մարդկանց, քանի որ հասցեի մեջ նշվել է հարավ-արևմտյան Բերկու թաղամասի 24 շենք, շինություն 40։ Մարդիկ որ գալիս են զարմանում են։ Առանձին հասցե ունենք, էլի, չէ՞։ Հա, բայց պետքա լիներ նկուղ։ Շինությունը մարդիկ գիտեն դուրսը գից։ Առանձին ինչ որ կառույց է։
Դրա համար բոլորը այն որ չեն պատկերացնում, որ նկուղա ուզեցան լուսաբանել, որ իմանան նկուղա։ Այդ կողքերն է 4-րդ բնակարանն է կիսել։